կենտրոնում այսպես բարձրանում է, այն բալկայի մեջ օգնάει։ Խնդիրը կներկայացնեք Տիգրան ջան, ինչ է կատարվում այս պահին այստեղ։ Գույքս վնասում են։ Գույքս առավոտ միտումնավոր վնասում են, հասցրել են անբավարար 3-րդ աստիճանի կատեգորիայի։ Ով է քանդողը։ Քանդողը օֆիցիալ ՀՀ պետփոխնախագահ Ռաֆայել Գևորգյանի հայր Համլետ Գևորգյանն է, ում անունով որ տրամադրվել է շինթույլտվությունը։ Քանի տարի է այստեղ եք ապրում ու ինչպես ստացվեց, որ շինթույլտվություն տվեցին առաջին հարկում շենքի։ Գրեթե ամբողջ կյանքում ստեղ եմ ապրել։ Շատ զարմացանք շինթույլտվության մասին, որ վարչական վարույթի կողմ չենք եղել, վարչական վարույթի մասին տեղեկացված չենք եղել, մեր համաձայնությունները տրամադրված չեն եղել։ Ավելին սեփականատերի ցուցակը, որի հիմքով կազմակերպվել է քվեարկությունը, առերևույթ կեղծված է եղել, ներառելով նույնիսկ մեր ավտոտնակը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ցուցակում։ Իսկ քաղաքապետարանը ավտոտնակն ու առանձին հողակտորը դիտարկել է որպես բազմաբնակարան շենքի մաս։ Քանի բնակիչ էր այս շենքում ապրում։ Այս շենքը ունի 5 հասցե, որոնցից 3-ը պատկանում են իմ ընտանիքին, 2-ը պատկանում են պետփոխնախագահի ընտանիքին։ Միշտ իրար հարևանությամբ եք ապրել, թե վերջին տարիներին իրենք այստեղ ապրել։ Տասնյակ տարիներ այստեղ են ապրում։ Ինչպես ստացվեց, որ այդ կոնֆլիկտն առաջացավ։ Կոնֆլիկտն առաջացավ նրանից, որ մեզ կողքի հատվածում կատարվում էր շինարարություն։ Եվ այդ շինարարության ժամանակ մենք էլ էինք ցանկանում, այսինքն նմանատիպ կառուցել շենքը, ինչպես եւ պարոն պետփոխնախագահը։ Այդ ժամանակ առաջարկ էր եղել փոխանակվել համաձայնություններով միասին վերակառուցել շենքը ու նաեւ բաժանել այս հողը, որտեղ որ մենք հիմա գտնվում ենք, երկու հավասար մասերի յուրաքանչյուրին պատկանող, սակայն վերջինս հայտարարեց, որ եթե դուք ուզում եք ինչ-որ բան կառուցել, պիտի ձեզ պատկանող այս ամբողջ հողը տաք մեզ, ուղղակի տաք մեզ։ Իմ համար դա անընդունելի էր, որովհետև գիտակցում էի, որ քանդվելու է իմ շենքի հիմքը, եւ եթե մենք երկուսս հավասար քաղաքացիներ, եթե հավասար ես երկրում, ունենք միմյանց կարիքը, համաձայնության կարիքը, պիտի գանք համաձայնության ու անընդունելի է դրա դիմաց նաև տալ ինձ պատկանող գույքը, որի համար եւ մերժեցի։ Իսկ մերժելուց հետո հիմա պարզվում է, որ այս երկրում մենք հավասար չենք։ Սպառնալիքներ են հնչել, այսինքն ձեր հասցեին։ Այո, դրանից հետո հնչեցվեցին սպառնալիքներ, որ սյուները կկտրեն, դրանից հետո հայց ներկայացվեց դատարան այդ սյուները եւ իմ տունը քանդելու, այդ հայցը պարտվեցին վարչական դատարանում, որից հետո պարտվեցին վերաքննիչ վարչական դատարանում։ Առ այսօր վերաքննիչ վարչական դատարանի որոշումը չեն ստացել, բայց շենքը շարունակում են վնասել։ Ինչ նպատակով, որ քանդման դեպքում ասեն, որ մենք վիճարկում էինք այդ սյուները։ Որ մարմիններին եք դիմել այս հարցով։ Ես բոլոր պետական մարմիններին դիմել եմ վերջին 1.5-2 տարվա ընթացքում եւ քաղաքաշինության կոմիտեին եւ քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմին, Երևանի քաղաքապետարին, Կենտրոն թաղապետարանին, հակակոռուպցիոն կոմիտեին, ազգային անվտանգության ծառայությանը, վերահսկողական ծառայությանը, դատախազությանը, քննչական կոմիտեին, ՆԳՆ ոստիկանությանը, բոլոր պետական կառույցներին դիմել եմ, վարչապետին։ Այո, դիմել եմ բոլորին։ Արձագանք ստացել եք որևէ կառույցից։ Ստացել եմ, արձագանքը շենքից 3-րդ աստիճանի վթարն է։ Հիմա դուք այս պայն երկրորդ հարկում ապրում եք, այսինքն այս պայմաններում։ Ես այս պայն ապրում եմ 3-րդ հարկում, 2-րդ հարկում ապրում է իմ հյուրը, իմ ընկերը Խոսեն, որ դիվանագիտական անձնագրով Հայաստանում է, այս կառավարությանը օգնելու, շենքում փաստացի 2 իսպանացիներ ենք, որոնց կյանքը ու առողջությունը, միջազգայինորեն պաշտպանված կյանքի ու առողջության իրավունքը ուղղակի այս երկրի կողմից կոպտագույն ձևով ոտնահարվում է, չհաշված իհարկե իմ սեփականության իրավունքի խախտմանը, բայց արդեն գիտեք, երբ որ սեփականության իրավունքը ամբողջությամբ տրորում են, մտածում ես կյանքիդ մասին։ Դուք պետփոխնախագահի հետ առերես զրույցներ ունեցել եք։ Ինչպես է նա պարզաբանում իր քայլերը։ Ես կարծում եմ, որ ատելություն կա այստեղ։ Ես կարծում եմ, ինչպես պիտի պարզաբանի, այդ հարցը երևի իրան ուղղեք։ Ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել։ Լավ կլինի, որ դուք իրան այդ հարցն ուղղեք։ Ամենայն դեպս պետփոխնախարարը
2-3 օր առաջ եւս նույն չգործող ոստիկանության եւ այս նույն չգործող քաղաքապետարանի աշխատակիցների հետ Լիմոնե սրճարանում նստած էր իմ տան ճաքերն ու սեյսմիկ եզրակացությունը ծանոթանալուց հետո, որոնք որ չկասեցրեցին ու փախան տարածքից։ Այս պայն այստեղ շինարարություն է իրականացնում, ինչքան ժամանակ են շինարարությունը գնում է։ Շինարարությունը երկար ժամանակ է գնում, այս պահին իրականում դադարեցրել են աշխատանքները, քանի որ այդ օրերին ամեն ինչ արեցի, որպեսզի թույլ չտամ ոտնահարվի դատական ակտը եւ անտեսվի սեյսմիկ փորձաքննության արդյունքը, դժվարությամբ կապվեցի դահակծառայության հետ, որոնք նույնպես չէին պատասխանում, ստացվեց վերջում դադարեցնել, բայց այսօր դատական նիստ է կայանալու քաղաքացիական դատարանում Արաբկիրի պատվարժան դատարան Արտուշ Ավագյանի մոտ, որտեղ որ կարծում եմ ներկայացվելու է տվյալ հայցի ապահովումը վերացնելու միջնորդություն պարոն Գևորգյանենց կողմից եւ շատ անհանգստացած եմ, որովհետեւ հիմիկվա սրա վերացումը կարա բերի արդեն իմ մահվան։ Քանի տարի է ինչ խնդիրն առկա է։ Խնդիրը մեզ համար հասկանալի դարձավ խնդիրը վերջերս, վերջին 4 տարում, բայց պարզվում է, որ դրանից առաջ էլ մեր շենքի տակի ընդհանուր բաժնային հողը կցված էր պարոն Գևորգյանենց պատկանող սեփական հայտու թաղապետարանում, նրանք տարիներով մուծում էին գույքահարկ, մեր ընդհանուր հողի համար, որը որ բացակայում էր մեր թղթերում, ինչ հիմքեր էին փորձում ստեղծել, ես չգիտեմ։ Դատական ակտը դատական որոշումից հետո շինարարությունը այստեղ կատարվել է։ Որոշումը ձեռքից, այստեղ որոշ ոստիկանության ներկայությամբ, քաղաքապետարանի աշխատողի ներկայությամբ այստեղ կատարվում էին քանդման աշխատանքներ։ Որոշումը ինչ որ պահի չկատարվել։ Այո, արձանագրեմ, որ դատարանը իհարկե, ինչ որ պահի չէ բավականին երկար ժամանակ, ավելին այդ ընթացքում ոչ թե որոշումը չէր կայացում, այլ վերջիններից կողմից քանդվում էին հենց այստեղ տեսնում եք այս երկաթ բետոնյա հատվածը դրա եւ քարերի արանքը, այնպիսի տպավորություններ, որ թուլացվում էր շենքը։ Միտումնավոր։ Ես կարծում եմ, որ առերևույթ միտում առկա է։ Փորձում են ձեզ ճնշել, կարծում եք, որ դուք դուրս գաք երկրորդ հարկից կամ Այո, կարծում եմ, փորձում են ճնշել առերևույթ, փորձում են ճնշել հասնելով համար գույքից վաճառքին ոչ չկայական արժեքից շատ ավելի ցածր։ Ստիպողաբար թե Դե եթե սա ինչ է կոչվում։ Չէ, ջանջիգարը։ դուք պայքարելու եք մինչև ձեր իրավունքները ինչ եք պատրաստվում անել դատական որոշումը, եթե իօքուտ եք փոխնախագահի, այսինքն իրենց գործընկերները լինի։ Եկեք չբացահայտեմ հիմա հնարավոր քայլերը, բայց բոլոր դեպքերում պաշտպանելու եմ իրավունքներս, խորհուրդ եմ տալիս բոլորին կոչ եմ անում պաշտպանել ձեր իրավունքները, թույլ չտալ դրանց ոտնահարումը եւ հասկանանք ինչ է լինում այս երկրի հետ, ինչ է լինում այս քաղաքի հետ, այս երկրի սահմանների հետ։